Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության հետ հարաբերությունների մասով ես ուզում ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է Եվրոպական միությունում, Բրյուսելում, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մոտ լինել Եվրոպական միությանը այնքան, ինչքան Եվրոպական միությունը դա կհամարի հնարավոր կամ թույլատրելի։ Ես հիմա բառացի չեմ հիշում, հնարավոր։ Հետևաբար, սա ամենակարևոր քաղաքական հանձնառությունն է։ Մնացած գործողությունները, դրանք արդեն ըստ էության դրանց ենթագործողություններ կարող են լինել եւ այո, ինչ որ դուք ասեք, հայտ չենք ներկայացել, իհարկե չենք։ Բայց կա ժամկետ, երբ եք պատրաստվում ներկայացնել։ Օրենքը ժողովուրդը 50,000-ից ավել մարդ օրենքի նախագիծը ներկայացրել, ազգային ժողով պետք է դրա նկատմամբ վերաբերմունք դրսևորել եւ վերաբերմունք դրսևորել է։ Դրական է այդ վերաբերմունքը դրսևորել, որովհետեւ դա ելի եմ կրկնում մեր արտաքին քաղաքականության եւ վարչապետի այդ ելույթի, հայտնի ելույթի ուղիղ տրամաբանության մեջ է։ Ես կրկնում եմ, դա երկար գործընթաց է եւ ես չեմ կարող ասել ինչքան, որովհետեւ այդտեղ մի կողմից տնային աշխատանք ունի Հայաստանի Հանրապետությունը անելու եւ մյուս կողմից բնականաբար գոյություն պետք է ունենա նաեւ եվրոպական երկրների քաղաքական կամքի հարցը, բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ կրկնում ենք, մենք հիմա այս պահին գտնվում ենք բոլորովին այլ տնտեսական միության մեջ, Այս Հայաստանի Հանրապետությունում հայց չի ներկայացրել եւ այլ օրակարգ այսօրվա ես գոնե որպես կառավարության անդամ չգիտեմ, չկա, ԵՄ-ի անդամակցության օրակարգ Ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ օրակարգ այդ միությունից դուրս գալու չկա։ Բայց չենք կարող չէ համատեղել, պարոն Պապայան, թե որևէ մեր գործողությունները երբևէ որևէ երկրի դեմ կամ կողմ չեն եւ չեն կարող լինել ոչ դա շատ վատ գործողությունների շարք կլինի եթե մենք մեր գործողությունները պլանավորենք ինչ որ երկրի դեմ կամ ինչ որ երկրի կողմ մենք ինչ անում ենք Հայաստանի Հանրապետության համար ենք անում բայց ռուսական կողմը դեմ է Հարգելի գործընկերներ ես արդեն պատասխանեցի մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք եւ այլ օրակարգ Հայաստանի Հանրապետության կառավարությունում այս պահին իմ առջև դրված չկա եւ շարունակում ենք այդ տրամաբանությամբ աշխատել եւ միևնույն ժամանակ մենք մեր օրենսդրությունը կարգավորումները համապատասխանեցնում ենք աշխարհի լավագույն կարգավորումների հետ օրինակ Եվրոպական միության 4 դիրեկտիվները հաջորդ շաբաթ ազգային ժողովի կողմից կընդունվեն սպառողների իրավունքների պաշտպանությանն են վերաբերվում մրցակցությանն են հիմա եթե Եվրոպական միությունում մրցակցության պաշտպանության կամ սպառողների իրավունքների պաշտպանության լավագույն կարգավորումներ Բայց այդ կարգավորումները չբերենք, չիմպլեմենտացնենք այստեղ։ Այդ դեպքում նաև դուք ասացիք, որ տնային աշխատանքներ կատարելու ձեր արտախորհրդարանական գործընկերների հետ խոսել եք, քննարկել եք, որ այդ դեպքում հանրությանը չներկայացնենք, որ մենք արդեն հասել ենք Եվրամիության կազմում ենք գտնվում, կպեցինք Ես որևէ գործընկեր չգիտեմ, որ ներկայացրել է այդպիսի բան, որովհետև նախ չէ, այդ մարդիկ ովքեր որ այդ 50,000 ստորագրություն ներկայացրել են, չեն ներկայացնում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Դրանք բոլորովին այլ ուժեր են, իրենք բոլորովին այլ կերպ են իրենց դիրքավորել, որևէ կերպ իրենք չունեն կապ չունեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, սա մեկ, երկրորդը դա արդեն նշեցի ինչի մասին է եւ այդ մեկնաբանությունը ես չգիտեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության որևէ падգամավոր որ այդպիսի մեկնաբանություն է